Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, քիչ առաջ հանրահայտ Ռոսմաստեր շախմատի նվիրյալ Սմբատ Լպուտյանի հետ, նաև ես որպես մանկության տարիներին այդ 90-ականների հիմա շատ մեծ քաղցրությամբ հիշվող տարիները նաև շախմատով անցկացված այդ սերնդի ներկայացուցիչ, ես շախմատ եմ փոքր ժամանակ նաև պարապել իմ համար Լպուտյանը տենց երևի ամենա հեղինակավոր մարդկանցից մեկն է միշտ եղել իր համեստությամբ, իր շախմատի նվիրյալ լինելով, իր արդյունավետ աշխատանքով, իր հանդարտությամբ, իր մի խոսքով ու տենց մի տեսակ իմ համար այսօր վաղուց չէր եղել էլի այն որ տենց ոտս դող էր ընկել որ տենց Սմբատ Լպուտյանին ձերբակալել են տենց առավոտ շուտ ստացա եւ հակակոռուպցիոն կոմիտե գնացի եւ մի քանի ժամ այնտեղ քննչական գործողություններ տարբեր եւ այլն եւ քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեից դուրս եկանք եւ նկատեցի որ մամուլը լի է բազմաթիվ այսպես նորություն լուրերով դրա հետ կապված մի մասը իրականությանը համապատասխանող, հատկապես պաշտոնական հատվածը, մի մասը ամենևին չհամապատասխանող եւ հարկ համարեցի հանրությանը այս պահին իրազեկել որոշակի հարցերի շուրջ հանրային հնչեղությունը հաշվի առնելով միաժամանակ հատուկ ընդգծեմ, որ մենք կաշկանդված ենք նախաքննական գաղտնիքով, ուստի ես չեմ կարող շատ մանրամասներով ամեն ինչ ներկայացնել։ Բայց ասեմ, Լպուտյանը տենց մտքերով 90-ականներին է իդ ես կասեի հիմա երանելի տարիները մեր երբ որ մեր շախմատիստները այլ ոլորտներում հաղթանակների հետ մեկտեղ նաև իրենք էին մեզ ուրախացնում իրենց հաղթանակներով մենք շատ ուժեղ շախմատ ունենք այն ժամանակ աշխարհի մակարդակով քանի անգամ օլիմպիական չեմպիոն ենք դարել, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն մի խոսքով եւ այդ ոսկե թիմի կարևոր ներկայացուցիչներից մեկը Սմբատ Լպուտյանն է, որ այնց հիմա մի փոքր մի խոսքով այս բաղի իմ համար այնց նորից ասեմ Սմբատ Լպուտյան մեղադրյալ որ չէ էլի ինչի մասին է խոսքը այո պաշտոնապես հայտարարվել է որ երկու մեղադրանք է առաջադրվել ներողություն զանգ եկավ պաշտոնապես հայտարարվել է որ երկու մեղադրանք է առաջադրվել ուրեմն խարդախության օժանդակության մեղադրանք է առաջադրվել եւ պաշտոնական կեղծիքի մեղադրանք է առաջադրվել ես հստակ նշեմ որ խոսքը վերաբերվում է որովհետեւ շախմատի հետ կապված շատ տարբեր աշխատանքներով է զբաղված պարոն Լպուտյանը դա կոնկրետ վերաբերվում է մանկավարժական համալսարանում գործող շախմատի գիտահետազոտական կենտրոնին անունը կարող է շատ ճիշտ չասեմ շախմատի գիտահետազոտական կենտրոն մոտավորապես այդ անունով շախմատի դասավանդումը հետազոտող կենտրոն է դա դուք գիտեք որ ովքեր որ դպրոցականներ ունեն երեխաներ ունեն գիտեք որ մեր երկիրը առաջիններից մեկն է, ու պրինցիպի առաջինն էր, որ շախմատը որպես ուսումնական դասընթաց ներառվեց ծրագրեր դեռ 11 թվականին, 2011 թվականին եւ հսկայածավալ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ, դա վստահաբար իր արդյունքը արդեն տվել է եւ տալու է երեխաների վերլուծական մտածողության եւ այլ մի խոսքով դա իմ կարծիքով մեր երկրի կարևոր այցեքարտերից մեկն է եւ ավելին կարող է շարունակել լինել եւ այլ ավելի զարգանալ այդ ուղղությունը եւ բնականաբար ավելի արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է նաեւ որոշակի գիտական հետազոտություն այս ոլորտում, որպեսզի ծրագրերը ավելի լավացվեն, որպեսզի ավելի կարիքահեն լինեն այս ծրագրերը։ Մի խոսքով այդ պատճառով մանկավարժական համալսարանում գործում է համապատասխան գիտահետազոտական կենտրոն, որի ղեկավարը Սմբատ Լպուտյանն է, դա իր 4 աշխատանքներից բոլորն էլ շախմատի հետ կապված մեկն է եւ ուղիղ ուզում եմ նշել, որ
այս պատմությունը որևէ կապ չունի Սմբատ Լպուծյանի մյուս գործունեության ուղղությունների հետ, չգիտեմ, շախմատի ֆեդերացիայի հետ կամ նույն մանկավարժականում ամբյոնի վարիչ լինելու հետ կամ շախմատի ակադեմիայի հետ, դրա հետ կապ չունի։ Դա ուզում եմ հատուկ նշել, որովհետև տարբեր լուրեր էին այս ուղղությամբ շրջանառվում։ Կաշկանդված լինելով փաստերով մի կարևոր բան ասեմ, որը մենք հստակ հայտարարել ենք Սմբատ Լպուծյանը, որ նա որևէ դիտավորություն, դիտավորյալ արարք չի կատարել։ Սա ուզում եմ հատուկ նշել։ Ինչ վերաբերում է մնացած ամեն ինչին, եւ հատուկ ուզում եմ նշել, որ նրան չեն էլ մեղադրում կոպիտ ասած, որ ինքը պետության փողերը թալանել։ Այս ուղիղ եմ ուզում նշել, որ հանգարց այս ուղղությամբ շահարկումներ չլինեն։ Սմբատ Լպուծյանը նրա նկատմամբ նման մեղադրանք չկա, որ ասենք օրինակ դու այսքան փող ես տարել, դե հիմա արի վերականգնի եւ այլն, նման բան չկա։ Ուղղակի չերել կարող լինել։ Երբ ես լսեցի կոռուպցիա Սմբատ Լպուծյան, այ մարդ ասում եմ, այս մարդն եւ ուրախալի է, որ նման բան ուղղակի գոյություն չունի եւ անգամ քնչական մարմինը նման այսպես նման բան չկա, լավ այսպես ասեմ։ Թե ինչ կա, նորից ասեմ, այս պահին կաշկանդված լինելով չեմ կարող խոսել, բայց եթե հարցեր կան, պատրաստ եմ դրանց իհարկե պատասխանել։ Այն ժամանակ, երբ որ նախաքննական գաղտնիքի արգելքը կվերացվի, մենք մանրամասն խոսենք, թող Հարությունը տեղեկանա։ Ինքը սա դիտում է որպես հանրորեն վտանգավոր արարք, ինքը սա դիտում է որպես հանցանք։ Այն գործողությունները, որոնք որ շատ փաստեր մենք ընդունել ենք, փաստ որպես այդպիսի։ Այսինքն այո, Սմբատ Լպուծյանը ղեկավարն է այդ կառույցի, այո, նա ղեկավարում է այդ կառույցը, ունի աշխատակիցներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Որոնց գործնության հետ կապված որոշակի հարցեր կարող են լինել։ Որոշ չէ, ներողություն, այստեղ շատ կարևոր է։ Որոնցից մեկի, շատ հստակ ընդգծեմ, որոնցից մեկի, ոչ թե որոնց, շուրջ 2 տասնյակ աշխատակից ունեցող կառույց է, որը որ շատ արդյունավետ է գործում եւ ես կարծում եմ, այլ նաեւ որ ասած չկա չարիք առանց բարիքի, մենք իմացանք այս պատմության շնորհիվ ավելի լայն հայրությունը իմացավ այդ գիտահետազոտական կառույցի մասին, որը ունիկալ կառույց է իրականում, շախմատի աշխարհում դրա մասին գիտեն, եւ ես նաեւ հույս ունեմ, որ այս պատմությունը հիմք կլինի, որ ավելի շատ մենք իմանանք, ու նաեւ դրա արդյունավետության մասին կարծում եմ մոտորերս նույնպես մենք ավելի շատ կտեղեկանանք, որովհետեւ նորից ասեմ, սա շատ կարևոր կառույց է շախմատային աշխարհում, որովհետեւ շախմատային աշխարհի դրսևորում մասերից մեկն այն է, որ շախմատը որպես կրթական միավոր լինի, սա շատ կարևոր է։ Ես իմ երեխեքի վրա կարող եմ ասել, որ դա ազդում է երեխեքի վրա։ Երեխեքը դրանով վերլուծական մտածողություն են ձեռք բերում։ Հաղթելուց չողքեվորվել, ոտերը գետից չկտրել, պարտվելուց չհիասթափվել, թևաթափ չլինել են սովորում։ Կազմակերպվածություն են սովորում։ Մի խոսքով սա անչափ կարևոր է եւ մեր համար բրենդային է եղել մեր պետության համար։ Այս վերջի տարիներին ձեզ հայտնի պատճառներով ոնց որ թե տենց առանձնապես մեր պետությունը չի հպարտանում այս ձեռքբերմամբ։ Բայց դա չի փոխում իրավիճակը, իրականում աշխատանքները կատարվում են, աշխատանքները արդյունավետ են, այո, որոշակի հարցերում կարող են հարցեր լինել, դուք էլ հարգելի հանրություն հնարավորություն կունենաք ձեր դատողությունները անել։ Այդ հնարավորությունը կորեք, մենք թաքցնելու ոչ մի բան չունենք, մենք որևէ խնդրահարույց բան, այսինքն մենք որևէ խնդիր չենք տեսել, որևէ հարց չի եղել, որ ինձ Սմբատ Լպուծյանը օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ ասել, չէ, ես դրա մասին չեմ խոսում, չէ, թաքցնելու բան ընդհանրապես չունենք, հրաժարվի իր պատասխանել։ Իրավունքը կար, բայց մարդը թաքցնելու բան չունենք պարզապես։ Եվ հանրությունը վստահ եմ իրազեկ կլինի սրա մասին, ոչ հիմա։ Ես պատճառ չունեմ նախաքննությանը այս պայդրությամբ որևէ կերպ այսպես համարելու ոչ արդյունավետ, ոչ իրավաչափ, ոչ այս պահին հարցեր չունեմ նախաքննության մարմնի հետ,
Նու ինչ որ բաներ ես այլ կերպ կանեի հաստատ, օրինակ միանգամից մեղադրանք չի առաջադրի, բայց դա իմ խնդիրն է, դա տարբեր մոտեցումներ կարող է լինել, ցավոք սրտի մեր պրակտիկան այդպես է, միանգամից առանց վկայի կարգավիճակով, միանգամից մի խոսքով, գուցե նաև դա իր դրական կողմերը ունի, կարգավիճակի առումով, որ մարդը միանգամից պաշտպանվելու հնարավորություն ունի, այլ հարց է։ Ես այս պահին որևէ բան չեմ ուզում, տենց բացասական ասեմ, այս խնդիրը կար, այն խնդիրը այդպես չի։ Եվ հատուկ ուզում եմ նշեմ, որ մենք որևէ թաքցնելու բան չունենք, բայց էլի հասկանալի պատճառներով նախաքննական գաղտնիքով աշխատված ենք։ Հուսով ենք, որ նախաքննությունը արագ կվերջանա, հուսով ենք, որ արդյունքը կլինի նա, որ Սմբատ Լպուցյանի գործողություններին կտրվի ճիշտ գնահատական եւ նրա արդարությունը կհաստատվի։ Այս ամեն ինչը ինչ որ ժամանակի հարց է, եթե ամեն դեպքում քննչական մարմինը որոշի, դատախազությունը որոշի գործը տանել դատարան, բաժանուստը դուք կարող եք մանրամասներին ծանոթանալ, որևէ խոչընդոտ մենք այստեղ չենք տեսնում, որևէ խնդիր չենք տեսնում եւ հանրությունը թող իր դատողությունը անի։ Թող հանրությունը իր դատողությունը անի, խնդիր չկա ընդհանրապես։ Այն ինչ է ուզում սրա հետ կապված ասել, բազմաթիվ մարդիկ նաև տեսա հետաքրքրված էին եւ այլն։ Իհարկե Սմբատ Լպուցյանը, որ առաջի անգամ էր այս վիճակում տես մի քիչ էլ կատակում էինք իրար հետ, լավ է բովանդակությունը կատակների չեմ ասի, բայց ինչպես միշտ Սմբատ Լպուցյանը միշտ հայտնի է եղել իր այդ հավասարակշիռ, զուսպ, որ տես օրինակելի միշտ որ փոքր էի, հիշում եմ այն ժամանակ տես Հայաստանի առաջնությունների են դեմոնստրատորություն է անում, բան եւ այլն, ասես բոլորս հատուկ վերաբերմունք ունենք հատկապես հենց Սմբատ Լպուցյանի նկատմամբ, այդ տես իր խարիզման լրիվ ուրիշ է շախմատային աշխարհում եւ շատ ենք սիրում բոլորս Սմբատ Լպուցյանին։ Եվ նաեւ ասեմ, որ ինքս եմ խնդրել եւ առաջարկել եւ համոզել եմ Լպուցյանին, ասել եմ Պարոն Լպուցյան, խնդրում եմ, քանի որ դե մեկ նախաքննական գաղտնիք բանիքն էլ չգիտենք ինչ որտեվ նորից ասեմ, ստեղ մենք բան չենք տեսնում, էլի։ Հանգարց մի բան էլ ավել չասի, հետո խնդիր չառաջանա, ասել եմ լրագրողներին, խնդրում եմ, ասեք, որ բոլոր հարցերով թող իմ հետ կապվեն։ Եթե կլինեն հարցեր, որոնց մենք կարող ենք պատասխանել առանց նախաքննական գաղտնիքի հետ բացահայտման, ես դա անպայման կանեմ։ Բայց իհարկե նես կանենք, որ խնդիրներ չլինեն, նախաքննությունը թող շարունակվի, տեսնենք։ Ամեն դեպքում հուսով ենք ցանկացած որոշում կկայացվի արագ եւ հանրությունը արագ կարողանա իրազեկ լինել այս ամեն ինչին։ Միայն թե կուզենայի, որ վարույթ իրականացնող մարմինը ներողություն, դաղալություն չանի եւ այնպես չլինի, որ ինքը ինչ որ տեղեկություններ տա, մենք էլ չկարողանանք այդ տեղեկություններին կամ ստիպված լինենք այդ տեղեկություններին պատասխանել, ասել դե հիմա դուք եք առաջինը տվել, մենք էլ պետքա մեր դիրքորոշումը ներկայացնենք։ Այսքանը կարող եմ ասել, թող նախաքննությունը շարունակվի, որովե խնդիր մենք չենք տեսնում։ Խնդիրը վերաբերվում է, մեր հարցերը վերաբերում են շախմատի գիտահետազոտական կենտրոնին, որ մանկավարժականի կառույց է, եւ մենք համարում ենք, որ դա նաեւ մեր պետության ձեռքբերումներից է եւ մենք պետք է հպարտանանք այդ կառույցով, համաշխարհային հռչակ ունի շախմատային աշխարհում դրա մասին շատ լավ գիտեն, FIDE-ում, այսինքն շախմատի ֆեդերացիայում, շախմատի FIFA-ն է, էլի, ասենք FIFA, շախմատի աշխարհում, FIDE, ֆուտբոլի աշխարհում, շախմատի աշխարհում FIDE-ն միջազգային ֆեդերացիան շատ լավ գիտի այս կառույցի մասին, օգտվում է այս կառույցի գիտահետազոտական արդյունքներից եւ սա նաեւ առիթ է դրա մասին իմանալու համար։ Եվ դուք եւս առիթ կունենաք իմանալ այդ կառույցի հետ կապված։ Աշխատանքներն էլ բովանդակայինը վստահ եմ, որ շատ լավ է, բայց որոշակի թղթաբանական հարցեր էլ կարող են ավելի այսպես հաշվի առնելով թե ինչ ժամանակներում ենք ապրում, ավելի այնց մի քիչ ավելի հստակ լինեն, մի քիչ ավելի մեծ ուշադրություն դրա վրա լինի, ինչ ա եղել որ։ Այդ մասով էլ այդքանը բոլոր հարցերը մի խոսքով հարգելի լրագրողներից, Լպուցյանին խնդրում եմ մի անհանգստացրեք, հանկարծ այնպես չլինի, որ մի բան ավել ասի, մի բան պակաս ասի, հետո էլ մեզ մեղադրեն, ասեն նախաքննական գաղտնիք եք բացահայտել։ Թաքցնելու բան չունենք, սպասում ենք, որ նախաքննությունը ավարտվի, բաց հանրությանը դիմենք, ասենք, էս են փաստերը։
Հիմա դուք գնահատեք, դուք սա համարում եք սխալ բան, դուք սա համարում եք հանցագործություն, թե այս փաստերը դուք չեք համարում սխալ բան, չեք համարում հանցագործություն։ Այսքանը շնորհակալություն, հաջող վերջում էլ նորից ասեմ, Սմբատ Լպուցյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց է կիրառվել եւ շուրջ ինչքան 8-ից մինչև 16-ը մոտ 8 ժամ անազատությունից հետո բացակայելու արգելքով հակակոռուպցիոն կոմիտեից ազատ է արձակվել։ Շնորհակալություն, հաջողություն։